եւ բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում եմ բոլորիդ սիրելիներս, սիրելի մարդիկ Հայաստանում բնակվող, Հայաստանից դուրս բնակվող, իմ շատ սիրելի հայրենակիցներ, բոլորիդ լավոր եմ մաղթում, բարի արև եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր մի տեսակ մտքովս անցավ սիրելիներս, որ մենք պետք է սպաս ուտենք անպայման այսօր։ Ժամանակը, արդեն ժամանակաշրջանը այնպիսին է, որ արդեն շատ հաճելի է սառը սպաս ուտել։ Դե ձմռանը սիրում ենք տաք սպասը, իսկ ամռանը սառը, ինչու ոչ։ Այսօր կարող ենք սպաս պատրաստել եւ իհարկե ցանկության դեպքում ինչ որ մեկը կարող է տաք ճաշակել այն, ինչ որ մեկը կարող է այն ճաշակել սառը վիճակում։ Իսկ ինչ բաղադրիչներ են պետք մեր ավանդական սպաս պատրաստելու համար։ Սիրելիներս, ավանդական սպասի տարբերակ եմ առաջարկելու միայն մեկ շեումով։ Եթե ավանդական տարբերակում մենք կանաչեղենից օգտագործում ենք միայն համեմ, ես անձամբ ամենաիմ սիրելի, իմ չքնաղ կանաչին է, ես համեմ շատ եմ սիրում եւ հատկապես սպասի մեջ այդ համեմի բույրը երբ տարածվում է, ես խելագարվում եմ, կամ անանուխ ենք օգտագործում, չորացրած նանա ենք օգտագործում, այս պարագայում ես առաջարկում եմ բազմապիսի կանաչեղեն։ Հետաքրքրությունը լինելու է հենց դրանում եւ համն է լինելու շատ համեղ, շատ հետաքրքիր եւ մի փոքր ավանդականից տարբերվող։ Իսկ կանաչեղենից մենք ունենք եւ համեմ, եւ մաղադանոս, եւ սամիտ, եւ սպանախ։ Սպանախել ունենք այստեղ հաշվի առեք եւ ցանկության դեպքում նաեւ նշեմ, որ կարող եք նեխուրի պոչիկներ եւս ավելացնել, այստեղ շատ համեղ կստացվի։ Ես չհասցրեցի գնել նեխուրի պոչիկները, բայց առաջարկում եմ նաեւ, որ այս կանաչեղենի հետ ավելացնեք նաեւ նեխուրի պոչիկներ, շատ յուրօրինակ համ է տալիս սպասին։ Եվ ասեմ, բնականաբար ավանդական մածունը, թթվասերը եւ այստեղ ունենք արդեն խաշված ձավար, ալյուր ենք օգտագործելու, այսօր հավկիթ չենք օգտագործելու մեր բաղադրատոմսի մեջ եւ սոխ ունեմ այստեղ, սոխն էլ կտապակենք, էլի ավանդական տարբերակով, կթողնենք մի կողմի վրա, ով ոնց ցանկանում է, որովհետեւ շատերը սոխով սպասը մի տեսակ չեն սիրում։ Ես անձամբ օրինակ տապակված սոխով սպասը այնքան ոչ թե չեմ սիրում, պարզապես չեմ նախընտրում, բայց անպայման միշտ երբ սպաս եմ պատրաստում, սեղանին կա դրված տապակված սոխ, եթե մարդիկ կան ում հաճելի է, դա անպայման թող ճաշակի։ Եվ այսպես անցնենք առաջ, ինչ ենք անելու այս պահին, մենք իհարկե կաթսայի մեջ լցնում ենք մեր մածունը, այնուհետև թթվասերը եւ կսկսենք սիրելիներս գազօջախի վրա այս բոլոր բաղադրիչները տաքացնել։ Ես սկզբում մածունը եւ թթվասերը միախառնված եփում եմ, տաքացնում եմ, հետո նոր ավելացնում եմ ջուրը։ Բայց իհարկե մենք բոլորս էլ մեր ձևը ունենք, մեր տատիկները բոլորը միախառնում էին, ես շատ լավ հիշում եմ, եւ սառը ջուրը ավելացնում են եւ այսպես դանդաղ, համբերատար գազօջախի մոտ կանգնած փայտե գթալով խառնում էին այն։ Հիմա մի քիչ ժամանակները փոխվել է, մաքսիմալ աշխատում ենք ամեն բան արագ կատարել, իհարկե արագ չի նշանակում որակը փչացնել կամ որակի այսպիսի ինչ-որ փոփոխություն լինի, դրա մասին չէ խոսքը, պարզապես մի քիչ տեխնոլոգիան զարգացել է, մենք էլ փորձում ենք նորարարություններ մտցնել խոհանոցում եւ իհարկե արագացնել մեր աշխատանքը։ Ահա, ես ինչ-որ կերպ փորձեցի բացել չկարողացա եւ այստեղ տանակը ինձ օգնության հասավ։ Այսպես ավելացնում ենք մածունը։ Այսպես մինչև վերջ փորձենք մաքրել ամանը, իմ բնավորությունն է, իմ սովորությունն է, ժողովուրդ ջան, ինչ անեմ, այդպես է։ Եվ իհարկե այստեղ ավելացնենք արդեն թթվասերը եւ նկատի ունեցեք, որ այս բոլոր կատնամթերքը ես օգտագործում եմ Էլոլա ապրանքանիշի կատնամթերքից, որը շատ համեղ է եւ շատ օգտակար։ Իսկ դուք այս ընթացքում փորձեք նախաճաշել, անպայման համեղ նախաճաշ պատրաստեք, եթե թթվասեր ունեք, պատառիկներ սարքեք թթվասերով, մուրաբայով եւ վայելեք։
Ահա, ավելացրեցինք նաև թթվասերը, սիրելիներս։ Այստեղ ցանկության դեպքում կարող եք նաև քամած մածուն օգտագործել, ինչը էլի շատ համեղ է դարձնում սպասը։ Հիմա ավելացնեմ 1 ճաշի գթալ առատ ալյուր։ Ահա, այսպիսի առատության ալյուր ենք ավելացնում։ Մի քիչ աղ եմ ավելացնում, կես ճաշի գթալ աղ ավելացնեմ։ Լավ կխառնեմ այս զանգվածը, շատ լավ պետք է հարել, որ ստանանք այսպես համասեռ զանգված եւ իհարկե գազօջախի վրա այն կեպենք։ Քիչ հետո միասին այդ գործողությունը կանենք, հիմա դադար կլինի մեզ մոտ, դուք մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ սիրելիներս, ահա ձեզ հուշումը կատարեցին, թե որտեղ գնաք հանգստանալու։ Սիրելիներս, պլանավորեք ձեր հանգիստը, մենք հենց նոր ընկերներով խոսում էինք այդ մասին, որ պետք է պլանավորել նաև հանգիստը։ Երբ ունես հագեցած գրաֆիկ ամբողջ տարվա ընթացքում, պետք է գոնե ամռանը կամ տարվա մեջ ինչ-որ ժամանակաշրջանում նաև պլանավորել հանգիստը։ Այնպես որ դուք էլ մտածեք այս մասին եւ փորձեք ձեր հանգիստը լավ դասավորել, ճիշտ դասավորել։ Իսկ մենք ինչ ենք պատրաստում այսօր, մենք այսօր պատրաստում ենք շատ համեղ սպաս։ Ավանդական բաղադրատոմսով միայն այստեղ կանաչիների փոփոխություն է լինելու։ Իսկ մինչ այս պահը ինչ արեցի ես, մածունը, թթվասերը եւ լավ առատ ամբողջությամբ օգտագործեցի 1 ամբողջական աման, համարյա կես կիլոգրամ է կշռում այդ ամանը, օգտագործեցինք թթվասեր, բնականաբար մածունը, ալյուրը եւ հիմա աղել եմ ավելացրել արդեն եւ կրակի վրա այս զանգվածը տաքացնում եմ եւ այս ընթացքում նաեւ պետք է ավելացնեմ ձավարը, որը նախապես խաշված է։ Իհարկե դուք ցանկության դեպքում կարող եք նաեւ բրնձով պատրաստել, գիտեք որ հաճախ մեր խոհանոցում, հայկական խոհանոցում ընդունված է նաեւ բրնձով տարբերակը։ Այնպես որ ցանկության դեպքում կարող եք նաեւ ձավարը փոխարինել բրնձով։ Ես անձամբ շատ սիրում եմ ձավարով տարբերակը, դուք ընտրեք ձեր սիրելի ուրեմն բաղադրատոմսը։ Եվ կարծում եմ այս օրերին ինչու ոչ դեռ կարելի է սպաս ուտել տաք վիճակում, իսկ եթե շատ շոկ լինի այն ամռան տապին կարելի է պատրաստել, թողնել սառնարանում եւ սառը վիճակում ճաշակել այն։ Ահա, բավականին խառնեցի, կամաց տաքանում է, դեռ այնքան տաք չէ, որ ես ավելացնեմ ջուրը, ընդամենը հիմա այս պահին կավելացնեմ ձավարը, էլի կխառնենք, ձավարն էլ պետք է ամբողջությամբ միան խառնվի եւ տաքանա, այսպես։ Համբերատար միայն այս պահը պետք է համբերել խառնել, երբ եռացրած ջուրը կավելացնեմ, ես սպասը պատրաստելու եմ եռացրած ջրով, ինքը շատ արագ կեռա, էլ անհրաժեշտություն չի լինի երկար կանգնել գազօջախի մոտ։ Պարզապես այս ընթացքն է պետք համբերել։ Ես հիշում եմ, երբ փոքր էինք, մայրիկս մեզ էր հանձնարարում այս խառնելու պրոցեսը, նա ուրիշ գործերով էր զբաղվում, մեզ ասում էր խառնեք սպասը, ու ես մի զարմանում եմ, ինչու պետք է սպասը խառնել, բայց սպասը պետք է խառնել, որ հավասար ջերմաստիճանի տակ այն եփվի եւ չկտրվի։ Սիրելիներս, հավքի չեմ ավելացրել, հիշեցնեմ, այնպես չլինի, եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, թե ինչու հավքից չեմ ավելացրել, ինձ թվում է որևիցե պարտադիր պայման չկա հավքիդ ավելացնելու սպասին, ես կարծում եմ, որ կարելի է երբեմն բացառել հավքիթը եւ այսօր ես հենց այդպես էլ անում եմ եւ իմիջիալոց չկտրվելու հավանականությունը շատ մեծ է, երբ հավքիթ չես ավելացնում, շատ ավելի ինձ թվում է լավ է ստացվում։ Այո, այսպես։ Եվ հիմա երևի թե քիչ հետո կամաց կավելացնենք եռացրած ջուրը։
Սիրելի Ադրինե։ Սոնաս, ողջույն։ Ես եկել եմ խառնել, քանի որ իսկապես երեխան են խառնում դա։ Արի։ Ջանիկս, բայց այստեղ շոկ է, ես չեմ ուզի որ դու շոկ ես։ Ոչինչ։ Արդեն ամառ է, արդեն գազօջախի մոտ կանել է։ Հետաքրքիր տարա է, սա հենց սպասի համար է Այո, գեղեցիկ է, չէ։ Այո։ Մի փոքր խորն է, ես չգիտեմ հերոստատիտողին կերևա թե ոչ, բայց դե հոգ չէ, մենք որևիցե կերպ ցույց կտանք։ Ահա։ Իմիջիալոց Սոնա, սպասի հետ կապված պատմություն կա։ Մեկ անգամ ես հիշում եմ Սուրենը պատմեց այստեղ։ Ռուսոյի ժամանակ կարծեմ, չէ, երբ Այո, եւ ես Ռուսան մեզ հյուր էր եկել, այո, այս թեման շոշափեցինք եւ նա խոստացավ, որ քեզ հետ խոհանոցում մի օր կլինի։ Դե տեսնենք, խոսք տվել, ուրեմն սպասում ենք։ Ուրեմն երբ ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել, կազակները այդպես միշտ այդ ցրտի մեջ են եղել, այսպես ասած, եւ Կարսի շրջաններից մի հայկական տանը հյուրընկալվել է կազակները եւ տանտերը, տանտիրուհին սպաս է հյուրասիրել, այսինքն թանապուր, մեր լեզվով ասած թանապուր են հյուրասիրել եւ մարդիկ քանի որ շատ մրսած էին, կերել են, այո, քաղցած, կերել են եւ այսպես հետո դուրս գալուց շնորհակալություն են հայտնել եւ ասել են բրատ ты спас Այսինքն դու փրկեցիր մեզ եւ այդպես մնացել է անվանումը սպաս, իհարկե մենք մեր ավանդական լեզվով թանապուր, բայց բոլորը սպաս գիտենք, այո, սպաս ենք։ Եվ շատ հետաքրքիր է պատմությունը, փրկողուտ է, այո, փրկողուտ է։ Եւ իրականում, եթե նկատես, մենք երբ ամանորյա այդ թողու բոհից հետո շատ ուտելիքներ ենք ուտում ու հասկանում ենք, որ մեզ մի հանգստացնող, փրկող մի բան է պետք։ Եվ էլի այդտեղ օգնության է հասնում սպասը։ Շատ հետաքրքիր տարարզուգորդումը, այո, իսկապես փաստորեն իզուր չէ նախնական պատմությունը, նախապատմությունը եւ իսկապես ինչ որ այդպես փրկող բան կա։ Կա, հաստատ կա, որովհետեւ օրգանիզմը մաքրում է, հանգստացնում է, ես կարծում եմ եւ շատ ինքը իր տեսակով կատնամթերք է եւ շատ օգտակար է մեր օրգանիզմի համար տվյալ վիտամինները։ Իսկ դու ավելի շատ սիրում ես սառը տարբերակը թե տաք։ Ես տաք տարբերակն եմ սիրում, քանի որ ամեն ինչն եմ տաք սիրում, եղանակից սկսած ավարտված կերակուրներով եւ տաք տարբերակը շատ սիրում եմ, բայց ամռանը դե շատ լսել եմ, որ եթե անկեղծ լինեմ, մինչ օրս սառը փորձած չկամ։ Ես գիտեի է։ Ես սպասում եմ։ Դու ինձնից նման բաներ սպասում ես։ Ես եւ հարցրիկ ես ու դարձել տակն եմ սիրում, ես սպասում եմ, որ ես ասեմ։ Առաջին անգամ իմպրովիզ էստեղ ենք փորձել, սառը տարբերակը բոլորս։ Ես տարինակություններ ունեմ, բաներ կա, որ չեմ փորձել, բայց լսելով եւ հավատալով մարդկանց, որ շատ հավանում են, բնականաբար սառը տարբերակը շատ լավն է, հաստատ։ Ես վստահ եմ հեռուստատողներ շատ հենց հիմա գնահատեցին քո անկեղծությունը, որովհետեւ դա ամենակարևորն է մեր օրերում եւ իսկապես առաջին ծրագրի խոհանոցի հատվածը տալիս է հնարավորություն բարբերաբար իմպրովիզներ անելու, նոր բաներ փորձելու եւ եթե ինչ որ բաներ լսել ենք վաղուց, բայց երբևէ առիթ չենք ունեցել փորձելու, այստեղ կարող ենք փորձել։ Այո, հաստատ, ես համաձայն եմ քեզ հետ եւ այո, մենք շնորհակալ ենք մեր ուրեմն լավ ընկերներին, որ այդ հնարավորություն տալիս են մեզ այստեղ անել ոչ թե ինչ որ որոշված որոշակի գործողություններ, այլ իմպրովիզներ, որը նաև մեր հերոսայտողին է հետաքրքրում։ Եվ այստեղ ամենամեծ շնորհակալությունը քոնն է։ Շնորհակալ եմ, փոխադարձ է այդ ամենը։ Եվ այս պահին երևի թե կամած շատ զգուշ ես ավելացնեմ եռացրը։ Դու անընդմեջ կարող ես շատ զգուշությամբ խառնել։ Ես էլ շատ զգուշությամբ լցնեմ, որ հանկարծ Այսպես շատ դանդաղ սիրելիներս եռացրած ջուր են ավելացնում եւ քիչ հետո կարծում եմ մեր այս մասը, գործողության այս մասը արդեն պատրաստ կլինի։ Այդ ընթացքում ես առաջարկում եմ ունենալ կարճատև դադար, ես կշարունակեմ խառնել, Ադրինեն կշարունակի ավելացնել եռացրած ջուրը, այստեղ ամեն ինչ պարզ է։ Շատ լավ։ Բարի առավոտ սիրելի հեռուստատողներ։ Նույնիսկ տորտն ես հացով ուտում։ Ես փորձում եմ այստեղ ինչ որ ունենք, մենք ունենք իմիջիալոց շատ համեղ տորտ եւ հիմա միասին։ Ես եմ թխել։ Մենք այո, Սուրենն է թխել եւ գրտնակել է։ Հիմա ես ուզում եմ գեղեցիկ հյուրասիրել Սուրենին, որպեսզի Սուրենը հացով տորտ ուտի։ Մենակ ես կարող եմ տորտը հացով ուտել։ Սուր ջան, խնդրեմ ամեցեք։ Այստեղ հացիկն էլ դնում եմ այստեղ։
Սա գիտես որ տարբերակն է, Ադրինեն, որ սոված ես դու քեզ մա ինչ ուտես չես կշտանում։ Այո, դե ինչ որ կերպ փորձի հագեցնել քաղցը, ինչ սպասը պատրաստ կլինի, իսկ սպասը արդեն պատրաստ է, ու պատկերացնում ես։ Միայն մնում է կանաչները կտրատել եւ իհարկե տապակել, սա շատ կարեւոր է։ Ես հեռուստայտողին ասեմ, որ կանաչեղենը ես անպայման պետք է յուղով տապակեմ, հետո ավելացնեմ սպասի մեջ։ Ամբողջը։ Ամբողջը պատկերացնում ես ինչքան շատ կանաչի ենք օգտագործել։ Բայց սա որ տապակես կդառնա եսքան բան։ Դու խոհանոցից հասկանում ես, Սուրեն։ Այո, դու իրավաց ես, հեռուստայտողին ասեմ ինչ կանաչեղեն ունենք այստեղ։ Մենք ունենք համեմ, պարտադիր, սամիտ, մաղադանոս, սպանախ եւ իհարկե բազուկի տերևներ։ Ես մոռացել էի ամենասկզբում նշել, որ բազուկի տերևներ էլ ունենք այստեղ եւ ցանկության դեպքում իհարկե ինչպես ասացի, կարող եք նաեւ նեխուրի պոչիկներ ավելացնել։ Ես հիմա պետք է այս բոլորը կտրատեմ եւ իհարկե յուղով տապակենք, շատ համեղ յուղով տապակենք։ Անայդ։ Շատ համեղ։ Այսպես սիրելիներս, չվախենակ առատությունից կանաչեղենի, մենք իհարկե մի տեսակ գուցե հեռուստայտողի համար անսովոր լինի այսքան կանաչու տեսականի, բայց պետք է նաև այս թարմությունից գարնանային արդեն իհարկե ավարտվում է գարունը, մենք պիտի այս թարմությունից օգտվենք, այս թարմ կանաչեղենից պիտի հաստատ օգտվենք եւ ինչու ոչ, այսպիսի առատ տարբերակով սպասը պատրաստենք։ Ես սպաս փորձել եմ բանը նանայով այո եւ սամիթով, բայց որ բազուկի թերթիկներով եւ այսքան շատ կանաչեղենը, սա որ կողմից է բասնեմ։ Որտեղ ես գիտեմ, որ մեր տարածաշրջանի ամեն մի մարզ, հա, ունի Այո, իր սովորությունները, դու ճիշտ ես, ես ասեմ, որ այս ուրեմն շատ առատ կանաչեղենը ընդհանրապես հայրենադարձ մարդկանց խոհանոցում է շատ ընդունված, ովքեր որ օրինակ դրսից են եկել եւ այդ մշակույթում, հատկապես արևելյան խոհանոցում շատ ընդունված է առատ կանաչեղենով սպասը։ Այնպես որ սա իմ ավանդական ավելի շատ սկեսրոջս խոհանոցից գողացված ողջունում եմ սկեսուր մայրիկիս, սիրելիս ես քեզ շատ կարոտել եմ եւ հուսով եմ դու լավ ես ու առողջ ես։ Ես իր խոհանոցից եմ այսպես ասել թրցրել գողացել, ինքն էլ շատ համեղ է սպասը պատրաստում ու այս առատ կանաչեղենը հենց իր խոհանոցից է։ Հետաքրքիր է։ Շատ եւ շատ համեղ է իմիջիայլոց ու ամբողջ կանաչու վիտամինները երբ փոխանցվում է կատնամթերքային վիտամիններին, արդեն դառնում է մի հրաշք փունջ։ Այո, փունջ վիտամինների, որը շատ կարեւոր է մեր օրգանիզմին։ Այո, այսպես։ Ես այսպես եւ իմիջիայլոց պետք է լավ մանր կտրատել կանաչեղենը, որպեսզի այդպես խոշոր կտորներ չմնա, սա էլ է շատ կարեւոր։ Այսպես ես կփորձեմ շատ մանր կտրատել այն եւ երևի թե քիչ ավելի ուշ կսկսենք յուղով տապակել։ Շատ կանաչի են կտրատում, այդ բույրը ինձ հիշեցնում է թաբուլեն, որ պատրաստում է, որտեղ միայն կանաչին շատ թաբուլեի մեջ է լինում։ Ես ոնց եմ սիրում թաբուլե։ Դա էլ մի քանի պատրաստման ձև իհարկե։ Այո, իհարկե։ Թաբուլեն մենք մեր ձևով ենք, այսինքն շատ տարածված է տոմատի մածուկով այստեղ պատրաստել, բայց իսկական թաբուլեն չի ներառում իր մեջ տոմատի մածուկ։ Տոմատի մածուկով տարբերակը իջն է, էլի արևելյան խոհանոցից իջը, որը մենք վերածել ենք, ասում ենք թաբուլե, բայց իջ է կոչվում։ Մենք կփորձենք նաև կրկնել այդ բաղադրատոմսերը, Դու խոստացար մեզ պասուց տոլմա պատրաստել, որը միշտ պատրաստում են ամանորի նախաշեմին, բայց ամառն էլ շատ համեղ կարող է պատրաստել պասուց տոլմա եւ Ադրինեն մեզ խոստացել է։ Այնքան բան եմ խոսք տվել, ժողովուրդ, ոնց եմ տակից դուրս գալու։ Պասուց տոլմա, այնուհետև թաբուլե։ Թաբուլե, իջ, նաև իջ էլ կպատրաստենք, մեկ օր թաբուլե կպատրաստենք, մեկ օր իջ, եւ այսպես հեռուստադիտողին էլ պարզ կլինի, չնայած ինձ թվում է արդեն բոլորը գիտեն այդ տարբերությունները։ Ես ունեմ այդ դրսի հայերից, հա ինչպես դու ասացիր, այդ իրենց խոհանոցից ֆավորիտներ մեկը մանթին է, որը պատրաստում եւ սուպը հատկապես, հա, սիսերով, այո, այդպես պատրաստում են, ես հիշում եմ, այդ շատ համեղ էր, եւ այնուհետեւ մանթին մածնով, այո, այդ երկուս, շատ եմ սիրում աճման, որը պատրաստում է վրացահայկական խոհանոցով, շերտերը խմորի, այնուհետև իհարկե շատ համեղ է ստացում,
Էլ ինչն եմ շատ սիրում, ամեն ինչն եմ շատ սիրում, դուրս եկա, որ ամեն շատ եմ սիրում։ Շատ լավ է եւ գիտես ինչքան լավ է, որ մարդիկ ընդհանրապես ամեն ինչ փորձում են, անկախ նրանից կսիրեն, հետո շատ կօգտագործեն թե ոչ, բայց ամեն բան կարելի է փորձել, ճանաչել, հասկանալ թե ինչ համ ունի եւ իմիջիայլոց ասեմ դրսի խոհանոցն էլ շատ համեղ է, հատկապես օրինակ ինձ ես չեմ դա թաքցնի, անկախ իմ արմատները որտեղից են, ես արևելյան խոհանոց շատ եմ սիրում, որովհետեւ այնտեղ բազմազանությունը շատ մեծ է, տարատեսակ ուտեստներ եւ համեր կա այդ խոհանոցում, օրինակ չես համեմատի երբեք ֆրանսիականը, եթե մի նոտայի վրա այսպես գեղեցիկ, կլասիկ դասական տարբերակ է ֆրանսիական խոհանոցը, ապա այնտեղ թողբողը շատ է արևելյան խոհանոցում համեր, բազմապիսի համեր։ Շատ լավ, մենք կշարունակենք այդ մասին դեռ խոսել, այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին։ Այո, այսօր փորձում ենք շատ համեղ սպաս պատրաստել, ինչի համար մեզ պետք է մի քանի բաղադրիչներ, իհարկե արդեն մեր ապուրը պատրաստ է, այնտեղ օգտագործվել է բնականաբար մածունը, թթվասերը, ալյուրը, աղը եւ իհարկե ձավարը, ամբողջությամբ եփված է, ես եթե հիշում եք այն նախքան ջուրը ավելացնելը, տաքացրեցի գազօջախի վրա մածունը եւ թթվասերը, հետո ավելացրեցինք եռացրած ջուր։ Հիմա այստեղ իհարկե տաքացել է յուղը, հալած յուղ եմ օգտագործում եւ այս տարատեսակ կանաչիները։ Այստեղ ես ունեմ սպանաղ, բազուկի ճավ, մաղադանոց, սամիտ, համեմ, այսքան շատ կանաչեղեն կա այստեղ։ Այսօրվա սպասի յուրահատկությունը հենց դրանում է, որ մենք օգտագործում ենք շատ կանաչեղեն։ Ահա ես լավ մանր կտրատել եմ, ինչու եմ աստիճանաբար ավելացնում, որպեսզի այսպես կարողանանք եւ խառնել եւ իհարկե թավայի մեջ տեղավորվի, որովհետեւ շատ է մեր կանաչեղենը, բայց շատ անուշ է բուրում արդեն իսկ։ Պատկերացնում եք ինչքան համեղ պետք է դարձնի մեր սպասը, այս թարմ կանաչեղենը։ Ահա, այսպես սիրելիներս։ Էլի խառնեմ եւ ավելացնեմ մնացած չափաբաժինը։ Մեզ ընդամենը պետք է մի փոքր յուղի մեջ թաթախվի կանաչին ու հետո անմիջապես կավելացնենք մեր ապուրի մեջ։ Իհարկե, այստեղ մի փոքր էլի աղ կավելացնեմ եւ սև պղպեղ, ինչու ոչ կարելի է սև պղպեղ ավելացնել։ Այս մյուս չափաբաժինը եւս ավելացնեմ, ահա։ Ահա։ Խառնենք։ Իմիջիայլոց անհրաժեշտություն չկա, որպեսզի այսպես շատ երկար մնա կրակին եւ շատ երկար տապակվի, այնքան որ թաթախվի յուղի մեջ։ Աղ եմ ավելացնում այստեղ։ Մի փոքր էլ սև պղպեղ սիրելիներս։ Ըստ ճաշակի, եթե զգում եք, որ դրա անհրաժեշտությունը չկա, սև պղպեղը մի ավելացրեք։ Ես կարծում եմ մի քիչ այսպես հետաքրքիր համ կտա։ Ահա։ Մենք դեռ պետք է սոխն էլ տապակենք, սիրելիներս, ահա ես արդեն կտրատել եմ սոխը, այն կիսալուսնաձև կտրատված է։ Կանաչին տապակելուց հետո արդեն կսեմ սոխը տապակել։ Գեղեցիկ է, չէ՞։ Շատ, ես կանաչ գույնը շատ եմ սիրում, իր բոլոր երանգներով եւ դրսևորումներով, այնպես որ շատ գեղեցիկ գունային հետաքրքիր բան է ստացել Ադրինը, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ իհարկե տրամադրությունը բարձր է, երբ որ համեղ սնունդը կա, եւ դու կարողանում ես ոչ միայն հագեցնել քաղցդ, նաեւ իհարկե
վայելել այդ հրաշալի պահը, իսկ վայելելու համար անհրաժեշտ է համեղ այն ամեն ինչ ներկայացնում է Ջևանի գինու եւ պահածոների գործարանը։ Իդեպ ասեմ, որ պահածոների տեսականը շատ մեծ է եւ ամեն ինչ պատրաստված է այնպես, որպեսզի ուտելիս զգաս տնական պատրաստածի համը եւ բույրը։ Եվ կոմպոտները նույնպես շատ համեղ են եւ շատ զովացնող այս ամառային տրամադրության մեջ։ Եվ նաեւ առավոտյան, ինչպես Ադրիանն միշտ հորդորում է, նախաճաշել է պետք։ Եվ շատ կարևոր է, երբ այդ նախաճաշը բաղադրություններում առկա են իհարկե կաթնամթերքը, ինչը տալիս է օրվա էներգիան, տրամադրությունը եւ սպիտակուցները։ Էլոլան այն ապրանքանիշն է, որը տալիս է Սյունյաց լեռների համն ու հոտը եւ իհարկե ամեն ինչը ներկայացնում է շատ համեղ եւ անարատ կաթից պատրաստված։ Հիշեցնեմ նաեւ, որ Էլոլա ապրանքանիշը ոչ միայն հասանելի է Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից գնելու հենց այս ապրանքատեսակը, այնպես որ խնդրեմ գնեք, վայելեք եւ բարեխորժակ ձեզ։ Շատ ճիշտ է եւ հերոստատողին հիշեցնենք, որ ես հենց հիմա կանաչին եւ սոխը տապակում եմ, ուրեմն հալած յուղով Էլոլա ապրանքանիշի հալած յուղով, որը հրաշալի բույր ունի, գույն ունի եւ իհարկե շատ օգտակար է մեր օրգանիզմին։ Ահա Սուրեն ջան, տեսնում ես, մենք արդեն տապակեցինք մեր կանաչին, բավականին ծավալով փոքրացավ այն եւ հիմա պետք է ես այն տեղափոխեմ սպասի մեջ։ Արդեն? Այո, արդեն ժամանակն է։ Ինչ եմ անելու, բայց մինչ այդ ինչ ենք անում, սիրելիս։ Ես մի քիչ սպասից ավելացնում եմ այստեղ, հենց կանաչու վրա։ Այսպես, որպեսզի մի փոքր իրար հետ այսպես ասած ծանոթանան, շփվեն, այո։ Եվ հետո ամբողջությամբ ավելացնենք կաթսայի մեջ։ Ահա, կխառնեմ։ Այսպես։ Տեսնում ես, նույնիսկ գույն է ստանալու, բազուկի այն կարմիր տերևները գույն են փոխանցելու մեր սպասին եւ լինելու է շատ հետաքրքիր գույնի սպաս։ Կարելի ասել կարմիր սպաս։ Արդեն չի համբերում, երբ է պատրաստ լինելու եւ ուզում է ամբողջը։ Բան չմնաց, Հայկ ջան, բան չմնաց։ Մի քիչ ամբերի Հայկ։ Այո։ Եվ հիմա փորձեմ շատ զգուշությամբ այն տեղափոխել մեր սպասի մեջ։ Այսպես, շատ զգույշ։ Հուսով եմ ամեն բան լավ կլինի։ Այսպես։ Սիրելիներս, փորձեք դուք էլ այս անգամ այս տարբերակով փորձեք, իմիջիալոց կարելի է հենց այսօր ձեռնարկել սպաս պատրաստելու այս տարբերակը։ Ես գիտեմ, որ կա ամառային տոլման, սա էլ ամառային սպասն է, հա։ Կանաչ եղենով հարուստ։ Կարելի է այդպես անվանել, բայց շատ վիտամիններով հարուստ։ Ահա։ Վաու։ Շատ ճոխ է լինելու, արդեն ոց կլտում է, ցայտոտում է, արդեն ուզում է գնալ ափսեների մեջ, մեր սպասը արդեն անհամբեր է, մենք ինչ ունենք ավելացնելու, որտեղ պիտի ունենք հիմա կարճ դադար։ Այո, մենք կարող ենք ունենալ կարճ դադար, իսկ այդ ընթացքում ես կհասցնեմ տապակել սոխը տապակելու համար, որից է այսպեսի բացահայտումներ չկա, այնպես որ կարող ենք ունենալ դադար, ես էլ սոխը կտապակեմ, վերջում կմատուցեմ։ Շատ լավ, վերջում իհարկե շատ համեղ միասին կճաշակենք այս ամեն, իսկ այս պահին կունենք կարճ դադար, այնուհետև տաղավարում կողջունենք մեր հյուրին։ Եվա Սուջյանն է մեր հյուրը, խոսելու ենք մոտակա համերգի մասին, նոր գործերի մասին եւ ընդհանրապես բավականին հետաքրքիր զրույց է սպասում, մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա մոտեցավ ավարտին մեր այսօրվա եւ հաղորդումը եւ իհարկե խոհանոցային հատվածը։ Ինչ պատրաստեցինք այսօր։ Այսօր պատրաստեցինք ամենահամեղ սպասներից մեկը, ճիշտ է, ավանդական մի փոքր շեղումներով։ Պարզապես այստեղ կանաչիներն էին բազմապիսի։ Մեր շուկայում առատ կանաչեղենի բոլոր տեսականոց օգտվել ենք։ Եվ ես արդեն լցրել եմ 2 բաժինը ափսեների մեջ, այստեղ կավելացնեմ, դուք հիշում եք, ես ասացի սոխառած կպատրաստենք, բայց այնպես կանենք, որ ոչ բոլորին խառնենք, այսինքն ըստ ճաշակի սոխը օգտագործեք, ես պարզապես այսպես հուշում եմ անում, որ սպասի մի փոքր անկյունում կամ մեջտեղում կարելի ավելացնել նաև տապակած սոխը, իսկ այս ափսեի մեջ կլցնեմ պարզապես առանց սոխի տարբերակը եւ մենք բոլորով
կվայելենք։ Ես շատ կուզեմ, որ այսօր դուք այսպես տրամադրվեք, ես մի փոքր հուշում եմ արել, որ ինչ կարելի է պատրաստել այսօր եւ այսօր կարող եք սպաս պատրաստել։ Իհարկե կողքին բնականաբար ավելացնելով որևիցե համեղ խավարդի տարբերակ կամ կարկանդակներ կամ կոտլետներ, ինչպես կցանկանաք։ Ահա ունենք առատ հաց եւ քիչ հետո այս բոլորը կվայելենք։ Լավ եղեք, լավ մնացեք, ձեզ հետևեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։